Նախադասության անդամները լինում են գլխավոր և երկրորդական։ Երկրորդական անդամները կամ լրացումները լինում են երկու տեսակի՝ գոյականական անդամի լրացումներ և բայական անդամի լրացումներ։ Գոյականական անդամի լրացումներն են որոշիչը, հատկացուցիչը, բացահայտիչը։ Բայական անդամի լրացումները երկուսն են՝ խնդիրներ և պարագաներ։ Որոշիչ գոյականական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս հատկանիշ, որակ, որպիսություն, քանակ, չափ, կոչվում է որոշիչ։ Օրինակ, խոխոջուն գետակը վարարում է շատ արագ։ Խոխոջուն որոշիչ։ Հատկացուցիչ հատկացուցիչը գոյականական անդամի լրացումն է, որը ցույց է տալիս պատկանելություն կամ վերաբերություն։ Հատկացուցիչը պատասխանում է ում, ինչի, ինչերի հարցերին։ Օրինակներ. Անահիտի գիրքը սեղանի վրա է, Անահիտի հատկացուցիչ։ Տղայի հեծանիվը նոր է, տղայի հատկացուցիչ։ Ուսուցչի խոսքը կարևոր է, ուսուցչի հատկացուցիչ։ Քաղաքի փողոցները մարդաշատ էին, քաղաքի հատկացուցիչ։ Բացահայտիչ նախադասության մեջ գոյականական անդամի ով կամ ինչ լինելը բացահայտող լրացումը կոչվում է բացահայտիչ։ Բացահայտիչը լինում է 3 տեսակ՝ բուն, մասնական և մասնավորող պարագայական։ Բուն բացահայտիչ բուն բացահայտիչը բացահայտում է լրացյալի ով կամ ինչ լինելը և պահանջում նույն հարցը։ Արամի իմ դասընկերը կատարում է դասարանային աշխատանքը, իմ դասընկերը բացահայտիչ։ Ի տարբերություն բուն բացահայտչի, մասնական բացահայտիչը ամբողջովին չի կրկնում բացահայտյալին, այլ բացահայտում է նրա միայն մի կողմը, մի հատկանիշը և ձևավորում է որպես իբրև կապերով։ Մասնական բացահայտիչն ունի ազատ շարադասություն, կարող է ընկնել բացահայտյալից առաջ և հետո։ Նա որպես ուսուցչուհի շատ սիրված է, որպես ուսուցչուհի բացահայտիչ։ Մասնավորող պարագայական բացահայտիչ մասնավորող պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնվում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։ Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը։ Առավոտյան ժամը 9-ին երեխաները դասարանում էին։ Երրորդ հարկում 9-րդ դասարանում իրարանցում էր։ Ուղիղ խնդիր Ուղիղ խնդիր պահանջում են ներգործական սեռի բայերը, սրանք ցույց են տալի ենթակայի այնպիսի գործողություն, որի կատարման համար պահանջվում է կրող առարկա։ Ուղիղ խնդիրը դրվում է հայցական հոլովով և պատասխանում է ում և ինչ հարցերին։ Ում հարցին պատասխանելիս ուղիղ խնդիրը ձևով նման է դրական հոլովին, իսկ ինչ հարցին պատասխանելիս ուղղական հոլովին։ Ուղիղ խնդիրը ցույց է տալի այն առարկան, որն իր վրա ուղղակիորեն կրում է ենթակայի կատարած գործողությունը։ Հայրը սիրում է երեխային, երեխային ուղիղ խնդիր։ Տղան դաշնամուր է նվագում, դաշնամուր ուղիղ խնդիր։ Հանգման անուղղակի խնդիր Հանգման անուղղակի խնդիրը ցույց է տալիս առարկան, որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը։ Հիմնականում արտահայտում է դրական հոլովը, պատասխանում է ում ինչին հարցերին։ Օրինակներ. աշակերտը մոտեցավ գրատախտակին հանգման անուղղակի խնդիր, մենք դիմեցինք տնօրենությանը հանգման անուղղակի խնդիր։ Ներգործող խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որի կատարած գործողությունը իր վրա կրում է ենթական։ Գործող խնդիրը դրվում է բացառական հոլովով, սեռական հոլովով և կողմից կապով։ Ներգործող խնդիրը պահանջում են գրավորական սեռի բայեր։ Պատուհանը բացվեց աղջկա կողմից ներգործող խնդիր։ Անջատման անուղղակի խնդիր Անջատման անուղղակի խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որից անջատվում, բաժանվում, սկսվում կամ ծագում է գործողությունը, այն դրվում է բացառական հոլովով, պատասխանում է ումից, ինչից, ինչերից հարցերին։ Նա հրաժարվեց իր խոստումից, մենք զերծ մնացինք սխալից, երեխան ազատվեց վախից, նա բաժանվեց ընկերոջից։ Միջոցի անուղղակի խնդիր Միջոցի անուղղակի խնդիրը նախադասության այն անդամն է, որը ցույց է տալիս այն առարկան, որի միջոցով կատարվում է գործողությունը։ Պատասխանում է ումով, ինչով, ում միջոցով, ինչի միջոցով հարցերին։ Սովորաբար դրվում է գործիական հոլովով կամ արտահայտվում է միջոցով, կապով։ Աղջկա վարսերը կապված են սպիտակ ժապավենով, միջոցի անուղղակի խնդիր։ Մեր բանակը հաղթեց իր ուժով և ոգեղենությամբ, ոգեղենությամբ, միջոցի անուղղակի խնդիր։ Համբոն գյուղացիների միջոցով նամակ ուղարկեց Կիքորին, գյուղացիների միջոցով, միջոցի անուղղակի խնդիր։
Միասնության խնդիրը ցույց է տալիս այն առարկան կամ անձին, որի հետ միասին է արվում գործողությունը։ Միասնության անուղղակի խնդիրը պատասխանում է ում հետ, ինչի հետ հարցերին։ 5 ու 6 հոգով գնացինք որսի։ Այս նախադասության մեջ 5 ու 6 հոգով միջոցի անուղղակի խնդիր է։ Ամբողջ օրը բակում ընկերոջս հետ հեծանիվ քշեցի։ Այս նախադասության մեջ ընկերոջս հետ միջոցի անուղղակի խնդիր է։ Վերաբերության անուղղակի խնդիրը դրվում է բացառական հոլովով և ցույց է տալիս այն առարկան, որի մասին խոսվում է։ Վերաբերության անուղղակի խնդիրը պատասխանում է ումից ինչից հարցերին։ Օրինակ, աշակերտները խոսում էին կինոյից։ Այս նախադասության մեջ կինոյիցը վերաբերության անուղղակի խնդիր է։ Ծերունիները պատմում են պատերազմից։ Այս նախադասության մեջ պատերազմիցը վերաբերության անուղղակի խնդիր է։ Տեղի պարագա։ Տեղի պարագան ցույց է տալի գործողության կատարման տեղը, պատասխանում է ուր, որտեղ, ինչում, ինչի մեջ, որտեղից, որտեղով հարցերին։ Տեղի պարագան արտահայտվում է գոյականի դրականով, սեղանին դրված է ծաղկե փունջը, ճանապարհին կանգնած է մի անծանոթ մարդ, ծառի ճյուղին երգում է տեղցանիկը։ Հայցականով երեխաները անտառ գնացին, զորքը շարժվեց դեպի Բեռլին, բացառականով ուսանողները վերադարձան Մոսկվայից, մենք նամակ ենք ստանում շատ երկրներից։ Ներգոյականով գյուղում հանգստացանք մոտ 1 ամիս, շախմատի աշխարհի ամենամեծ մրցույթը տեղի ունեցավ Ֆիլիպիններում։ Աշխարհում ապրում է մոտ 5 միլիարդ մարդ։ Ռականով ու կապերով գյուղի մոտ վրան խփեցին, բաժակի մեջ ջուր լցրի, պատի վրայով անցնում են շինարարները, անպիտակից ջուր է գալիս։ Երեխաները խաղում էին բակում տեղի պարագա։ Ժամանակի պարագա։ Ժամանակի պարագան ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։ Պատասխանում է երբ հարցին։ Հայերենում ժամանակի պարագան արտահայտվում է ժամանակի մակբայներով, որոշ գոյականներով, որոշ դերանուններով, դերբայով, կապական հոլովառությամբ։ Ժամանակակից գրական հայերենում դրսևորվում է դրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական հոլովներով։ Գիշերը աղջիկը փողոցով քայլում էր։ Գիշերը ժամանակի պարագան։ Երեկոյան Արմենը վերջապես տուն եկավ։ Երեկոյան ժամանակի պարագա։ Հաց ուտելիս անընդհատ խոսում էր։ Ուտելիս ժամանակի պարագա։ Երբևէ մորը չէր տեսել։ Երբևէ ժամանակի պարագա։ Ձևի պարագա։ Գործողության կատարման ձևը ցույց տվող բառերը կոչվում են ձևի պարագա։ Օրինակ, երեխան մեծ ուրախությամբ նկարում է։ Մեծ ուրախությամբ ձևի պարագա։ Չափ ու քանակի պարագան ցույց է տալիս գործողության կամ եղելության չափն ու քանակը և պատասխանում է ինչքան, որքան, որ չափ, ինչ չափ հարցերին։ Մայր ու որդի շատ երկար զբոսնեցին։ Այ օրինակ այս նախադասության մեջ շատ երկարը չափի պարագան է։ Փայտփորիկը անընդհատ կցահարում էր ծառին։ Իսկ այս նախադասության մեջ անընդհատը ևս չափի պարագա է։ Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման պայմանը, կոչվում է պայմանի պարագա։ Պայմանի պարագան պատասխանում է որ դեպքում, ինչ պայմանով հարցերին։ Օրինակ, բարձր գնահատական ստանալու դեպքում կարժանանամ ծնողներիս գովասանքին։ Հետևյալ նախադասության մեջ պայմանի պարագան բարձր գնահատական ստանալու դեպքումն է։ Վերջին խոսքը տրվեց նրան ճշմարտությունն ասելու պայմանով։ Իսկ հետևյալ նախադասությունում պայմանի պարագան ճշմարտությունն ասելու պայմանովն է։ Լավ սովորելու դեպքում երեխային խոստացան նոր հեռախոս։ Պատճառի պարագա։ Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության պատճառը, կոչվում է պատճառի պարագա։ Օրինակ, լճում ձկների տեսակները շատացել են լիճը մաքուր պահելուց։ Արտահայտման միջոցները։ Բացառական հոլովով, գոյականներով, օրինակ սովից ոռնում էր, անորոշ դերբայով, օրինակ շտապելուց մոռացավ, կապերով և կապական բառերով, ձյուն գալու պատճառով ճանապարհը փակվեց, դերբայական դարձվածներով, օրինակ հոգնած լինելով շուտ քնեց, երեխան կամակորության պատճառով պատժվեց, ինչի պատճառով, կամակորության պատճառով։ Նպատակի պարագա։ Նպատակի պարագան բայական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս գործողության կատարման նպատակը։ Պատասխանում է ինչու, ինչի համար, ինչ նպատակով հարցերին։ Արտահայտվում է անորոշ դերբայով, գոյական կապերով և կապական բառերով։ Աղջիկները գնացին աղբյուր ջրի։ Ջրի նպատակի պարագա։ Շտապում է սեղմելու այդ մեծ բարեգործի ձեռքը։ Սեղմելու նպատակի պարագա։ Հանուն հայրենիքի նա պատրաստ էր կյանքը տալ։ Հանուն հայրենիքի նպատակի պարագա։
Հիմունքի պարագա։ Հիմունքի պարագան նախադասության անդամ է, որը ցույց է տալիս գործողության հիմքը, պատճառը կամ աղբյուրը։ Պատասխանում է ինչից, ինչ հիմունքով, ինչի հիման վրա, ըստ ինչի հարցերին։ Օրինակներ. Համաձայն պայմանի ընտանիքը պետք է վերադառնար։ Համաձայն պայմանի հիմունքի պարագա։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների նա արդեն մեկնել է։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների հիմունքի պարագա։ Դեմքիս պիից իմացա, որ իմ վաղեմի բարեկամն է։ Դեմքիս պիից հիմունքի պարագա։ Ըստ հրամանի մենք պետք է հարձակման անցնենք։ Ըստ հրամանի հիմունքի պարագա։ Սիշման պարագա։ Սիշման պարագան բայական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս գործողության կատարմանը հակառակ հանգամանք, երբ գործողությունը տեղի է ունենում չնայած ինչ-որ հանգամանքի։ Պատասխանում է հակառակ ինչի, ինչի փոխարեն, չնայած ինչի հարցերին։ Արտահայտվում է կապական կառույցներով, դերբայական դարձվածով։ Փոքրիկը օգնելու փոխարեն խանգարում էր քրոջը, օգնելու փոխարեն սիշման պարագով։ Չնայած զայրույթին փորձեց ժպտալ, չնայած զայրույթին սիշման պարագա։ Անձրևին հակառակ երեխաները դրսում խաղում էին, անձրևին հակառակ սիշման պարագա։